15 օրվա ընթացքում ճիշտ 15 հրապարակում Հայաստանի մասին մեր երկիրն անվանելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ գործող Ազերթաչ լրատվական գործակալությունը կես ամսվա ընթացքում օրական գոնե մեկ նյութ Հայաստանի մասին պարտադիր պատրաստել ու հրապարակել է, ձևակերպումների հարցում առաջնորդվելով Բաքվի բռնապետի նախասիրություններով։ Ահա ամենաթարմը հենց այսօր տպագրած Ադրբեջանի պետկառավարման ակադեմիան սեմինար է անցկացրել ուսանողներին, մեջբերում եմ, մանրամասն բացատրելու համար Ադրբեջանում եւ տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարական հիմքերը եւ պատմաքաղաքական համատեքստը։ Սա ուղիղ ցուցիչ է, որ ադրբեջանական կողմը իր ծավալապաշտական նկարտումներից եւ օրակարգից իրենց առավելապաշտական ծրագրերը չեն հանել, իսկ դա ուղիղ ցուցիչ է մեզ, որ մենք վտանգված ենք որպես պետություն։ Դա խոսում է նրա մասին, որ այսպես կոչված հաղթանակից հետո Արցախը մարսելուց հետո հիմա ադրբեջանական ծրագրերի մեջ է մտնում Հայաստանը ներկայացնել որպես պատմական Ադրբեջանի տարածք եւ դրա հիման վրա դերևս որպես մշակութային ժառանգության վերականգնման ընձեռման հնարավորություն դիտարկում են արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին իրենց այդ ակնարկները։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը խաղաղության բանակցություններից հանել է արցախցիների վերադարձի հարցը, հստակ թվերով միլիմետրի ճշտությամբ ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Ընդ որում ադրբեջանագետը հիշեցնում է Ալիևը այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզն օրակարգ բերեց հենց դրանից հետո, կոնկրետ 2022-ի Պրահյան հանդիպումից հետո, երբ վարչապետ Փաշինյանն ուղիղ ձևակերպեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Իրականում խնդիրը միայն քարոզչական կամ քաղաքական հայտարարությունները չեն, այլ խնդիրը այն խորքային ծրագիրն է, որը ընթանում է Ադրբեջանում։ Տեսնում եմ, թե ինչքան, որքան շատ պետական ռեսուրս է դրվում այս գործին եւ շատ բարձր տրամաբանական հարց պետք է ինքներս մեզ տանք։ Եթե Ադրբեջանը չունի Հայաստանի հետ կապված որևէ տարածքային նկարտում, հետագայում պատերազմ սանձազերծելու մտադրություն կամ Հայաստանի տարածքների նկատմամբ որևէ ագրեսիվ քայլեր ձեռնարկելու ցանկություն, ապա ինչու է այսքան շատ պետական ռեսուրս դրվում այս վտանգավոր եւ պատմական հենքից զուրկ թեզի հայեցակարգի սպասարկմանը։ Հենց այսօրվա հրապարակման Ադրբեջանի պետական կառավարման ակադեմիայում անցկացված սեմինարի մասին։ Դրանք ներառում են հենց երիտասարդներին։ Սա օրինակ իմ կարծիքով ամենաանհանգստացնող հատվածն է այս ամենում։ Մասնագետն ասում է, այս սեմինարների, քննարկումների, կոնֆերանսների ու մրցույթների անվան տակ պատմակեղծարարության շոուն է, որ սկսում են դեռ դպրոցից, աշխարհագրական ու պատմաքաղաքական որևէ հիմնավորում չունեցող թեզերը մտցնելով ադրբեջանցիների գլուխները։ Ահա օրինակ այս մեկը, թե իբր հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ասենք հարևան պետությունը քո երկրի տարածքը համարում է իր պատմական հողը եւ ակտիվ քարոզչություն է իրականացնում, որ դու իրենց ցեղասպանել ես։ Դա կարող է հանգեցնել Ռամիլ Սաֆարովների նման կերպարների հայտ գալուն։ Որևէ կերպ այդ քարոզչությունը, որը ընթանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում եւ որը բոլորը փորձում են կապել բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության արկայության հետ, չի դադարեցվում։ Հիմա արդեն հավակնությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ է։ Տարածաշրջանը խառն է, հարևան Իրանի դեմ պատերազմ է ընթանում, հայաստանյան իշխանությունները հպարտանում են, որ բախումներից հեռու ենք մնացել, Ադրբեջանի հետ սահմանը խաղաղ է, բայց որքան արդարացված է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվը խաղաղության դարաշրջանում, միջազգայնագետի խոսքով երկու իրականություն է, մեկը հայտարարություններով, մյուսը հողի վրա։ Սա խաղաղության ոգուն համահունչ չէ։ Իդեպ մեր սահմանադրության հետ օր ու գիշեր կռիվ է տալիս Ալիևը, պահանջում, որ մայր օրենքի նախաբանից հանենք անկախության հռչակագրի հղումը, հիմնավորելով, թե սա տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, մինչդեռ հենց Ադրբեջանի սահմանադրությունը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Սյունիքից Շիրակ, Վայոց ձորից Տավուշ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։